Բարև ձեզ, տեսեք ով այկել էստեղ, ես են ստեղից կցելու են ներքև, բարձացել է վերև, էդ ոնց ես բարձացել, թրել է երևի, դրան վրով, նոր ձկան ձուկ տվեցի, տենց այդ ձողիկներ, էլի աման գալի, Միստի, te gustó? Elin. Տեսել է Միստին ու հաճում է, կերալը, լականջը, կե, Я Միստի յանոյ, я վախատե, Անց սկզբից չենք թողում, որ բարձանար, բայց հետո ճիշտ ես չէի թողում, որ մնար վերևը, բայց հետո ամուսինս ասեց, որ թող բարձանա վերև, որ կողքի հարևաններից տենան, որ շուն կա էլի վերևը ու տենց, եթե նայեք, սենց կտորները հավասար է մեկը մյուսին բան, հնարավոր կարենան անցնեն եսկում, այնպես որ, այ, ուր, Я, սալտե, я, պախատե, я, ու տենց ոնց որ իրան թողում ենք մեկ ենք բարձանա, որ բարձանմա ձեն չենք անում, եկո Միստը պեսկա, լվիճակ, յացկա, այ Միստի, վիճակը, Я выходи. Я. Выходи. Adiós. Ողջույն, որոշել եմ այսօր մազերս հարդարեմ ավտոկով, իմը չէ, քորս կնոջից ամրացրել պարտքով, ու հիմա պետք է ուղեմ, այսպես, ուղեմ ու ձեզ ցույց տամ Ողջույն, մենք ընտրում ենք և այստեղ ունենք եգիպտացորեն, բրոկոլի եմ պատրաստել և այստեղ ունեմ սալսա, որ այդքան էլ հաջող չի ստացվել, ահա այս սալսան է,
Ռուբինեի բաղադրատոմսով եմ պատրաստել, բայց պարզվում է կարծեմ շատ եմ լցրել, ջրի կա ստացվել, բայց համեղ է շատ։ Մյուս անգամ արդեն նորմալ կլցնեմ եւ ճիշտ քանակությամբ կլցնեմ, որ համեղ լինի, այսպես հենց բրոկոլիի վրա ենք լցրել եւ շատ համեղ է, շատ համեղ է։ Հենց բարի խորժակ։ Հա եւ նոր լոտո թեմայով տարան, որ ասվում էր, շատ գեղեցիկ է ստացվել, գույնը սկզբից ուրիշ էր ընտրվել, ֆոնի գույնը, բայց փոխվեց, այսպես շատ գեղեցիկ է, շատ նուրբ, վայ, շատ գեղեցիկ գործ է, դուք գրեք ձեր կարծիքը։ Ողջույն բոլորին, այսօր ամսի 15-ն է ու ես մի քիչ պասիվ եմ YouTube-ում, մի քիչ ակտիվ եմ Facebook-ում ու Instagram-ում, քանի որ անընդհատ նորություններ եմ տարածում, հա, ոնց որ իմ էջում նորություններ եմ դնում, այսօրվա վիճակի հետ կապված տավուշի պահով, ուրեմն ես էլ գիտեք, որ տավուշից եմ ու մի քիչ չէ, տենց, որ հեռու եմ, անհանգիստ եմ, բայց քանի որ գիտեմ տավուշցիների բնավորությունը, ես տենց ոնց որ հանգիստ եմ իրանց համար, գիտեմ, որ իրանք խառնվողը չեն ու գիտեմ, որ յուրաքանչյուր դժվար պահին կարող են դուրս գալ ու հաղթանակող, այդ հաստատ, հիմա ինչ է կատարվում, ես որպես տավուշցի ուզում եմ ասել, քանի որ բերդի կողմնա ռմբակոծությունը հա այդ դեպքերը լինում, մեր շրջանը դեռ չի հասել ու աստված տա, որ չհասնի, չնայած լարված վիճակա ու յուրաքանչյուրը իր գործն անում, որպեսզի յուրաքանչյուր պահի պատրաստ լինի։ Շատերը գիտեն, որ մայրիկս նույնպես աշխատում այդ ոլորտում, ճիշտ է, զինվորական խոհանոցում է աշխատում, բայց ինքն էլ անմասն չի մնացել այդ ամեն ինչից ու արտահերթ, ասենց ասած, իրան կանչել են խոհանոց, որպեսզի այնտեղ լինի, որպեսզի անընդհատ ուտելիքով ապահովված լինի, կարողանան հասցնեն։ Այսքանի օր մայրիկս երեկվանից մայրիկս գնացել է, չէ, առավոտվանից մայրիկս գնացել է, իր հերթափոխը չի եղել, բայց իրան կանչել են տրիվոգի տակ, ասենց ասած, և հիմա տենց էնդեղ է, դեռ տուն չի գնացել, դեռ հանգիստ է մեր շրջակայքը, հա, նոյեմբերյանի հատվածը իջևան, բայց աստված տա, որ այս ամեն ինչով ավարտվի, իմացա, որ գիշերը խախանդ է անցել, հանգիստ է անցել, հուսով եմ այս ամեն ինչով կավարտվի ու երբեք էլ չի շարունակվի, սրանից մեր հակառակորդը դաս կքաղի, այսպես, և ուզում եմ ասել, որ ուղղակի վստահ եղեք տավուշցիների վրա, մեր զինվորների վրա, յուրաքանչյուր պահի յուրաքանչյուր մարդ պատրաստ զենք ու զրահը կվերցնի ու կմեկնի խրամատներ, հա, սահման։ Մենք սովոր ենք փոքր ժամանակվանից միշտ տենց այդ գրակոսների տակ եմ մեծացել ես էլ ու Instagram-ում post եմ դրել, շատերը գիտեն, որ Instagram չունեն, ուզում եմ այդ դեպքը պատմել, ինչի մասին որ գրել եմ,
Ես երևի 4-5 տարեկան էի, երբ Արցախյան շարժումը տեղի էր ունենում եւ տենց գրակոծներից մենք պատասպարվել էինք մեր տատիկիս նկուղում ու հիշում եմ, որ շատ լավ եմ հիշում, որ այդ նկուղում երևի մի 10 տեղ տենց ահագին տենց անկողիններ էին գցել հատակին, տարբեր տենց թախտեր կային, անկողիններ էին իջացել, հա, մեր տունը երկուհարկանի է, ու գյուղի տները մեծ մասը երկհարկանի են, ու ես հիշում եմ մինչև հիմա այդ ամբարը կա, տատիկս ամբար ունի, որ այդ տանն է հասել, հա, ոնց որ իմ պապիկի ծնողներից, տենց ինքը շատ հին ամբար է ու շատ մեծ է, շատ մեծ է, երևի ես սենց այս սեղանից է, չէ, երևի չէ, հաստատ մեծ է, երևի այն մեծ սեղանի չափով, այո, որտեղ որ նկարվում են, մեծ ամբար է ու ես հիշում եմ, որ ես ու մայրիկս այդ ամբարի վրա էինք քնում, անկողին էինք գցել, սենց ներքնակներ էինք դրել ու այդտեղ ենք քնում, եղբայրս փոքր էր, իր օրորոցում էր եւ տենց հարմարավետ տենց դարձ սարքել ենք, պատուհանները հիշում եմ, որ սենց փակել էինք բան ու տատիկիս այդ նկուղը շատ հարմար էր։ Մենք էլ վերտանում ունենք նկուղ, մեր տունը եւ տատիկի տունը մի բակի մեջ է, բայց տատիկիս հենց այդ տունը այդտեղ հենց գազ կար, հա, ուրեմն վառարան կար, հարմար կար ջուր կա, հաճու, դրա համար տենց այդտեղ ենք մնում։ Ու հուսով եմ, որ գնամ Հայաստան, այնտեղից էլ տեսանյութեր կուղարկեմ, այնտեղից էլ կնկարեմ եւ այդ ամենը ձեզ ցույց կտամ։ Ու ես հիշում եմ, որ երբ որ արդեն sense խաղաղվում էր այդ գրակոծները, մենք դուրս էինք գալի ու մեկ sense գրակոծներ էր լինում օդում, տեսնում եք թե ինչպես է sense լույսով, sense ինչ-որ այդ փամփուշտա, չգիտեմ, այդ չեմ կարա ասեմ այդ զենքը, հա sense լույս թողելով գնում ու ես շատ լավ հիշում եմ, երևի 4-5 տարեկան եմ եղել, բայց լավ հիշում եմ։ Ես չէի հասկանում ինչ է կատարվում, բայց հիշում եմ, որ ասում էին պատերազմ է, չգիտեի ինչ նշանակում պատերազմ, բայց հասկանում էի, որ բոլորը սենց միտեղ էին հավաքված, սենց բոլորը վախեցած են։ Ու հիշում եմ, որ մենք փողոց ենք դուրս գալի հետո եւ որ արդեն խաղաղվում էր ու մեզ ասում են կարող եք փողոց դուրս գալ, հա, բայց շատ չէ, հեռու չգնալ տներից։ Մենք գտնվում ենք, մեր տունը գտնվում է կենտրոնական հատվածում գյուղի ու հենց այդ գլխավոր փողոցներից մեկի վրա է ու հիշում եմ, որ ոնց որ փամփուշտներ էինք հավաքում այդտեղից։ Շատ սենց բան հիշողություններ են, կարծես 3 լիներ, միջև հիմա այդ հիշում եմ ու եւ որ պատմում եմ մերոնց, ասում են ոնց ես հիշում, շատ փոքր ես եղել։ Ու բացի դրանից էլ մենք անընդհատ գրակոծների տակ ենք, նենցա որ անընդհատ է եղել այդ գրակոծները, անընդհատ այդ ձայները, մեր գյուղը սահմանամերձ է, ճիշտ է հենց շատ սենց սահմանի մոտ չի, բայց կարելի ասել մի հատ սար է պահում ու մեր գյուղը սենց ոնց որ գետը անցնում է, հա, երկու սարի վրա սենց լանջին լինի այդ սենց երկու սարի վրա տեղավորված լինի մեր գյուղը ու մեջտեղով գետն է գնում, ճիշտ է փոքրիկ գետ է, բայց շատ կարևոր, ուրեմն, ճիշտ է մեկ ցամաքում է, բայց ոչինչ, փոքրիկ է շատ, ու այդ տենց սարերի արկայության շնորհիվ էլ մի քիչ տենց այդքան էլ սահմանի վրա չի, ոնց որ օրինակ ասենք Բերթավանը, Դովեղը, Ոսկեպարը եւ այլն նման այդ գյուղերը։ Ուրեմն էլ ինչ կարող եմ պատմել։
Հա, մենք ամեն օր կարելի ասել տենց շաբաթվա մեջ տենց դեպք չի եղել, որ մենք կրակոցի ձայներ չլսենք, տենց ինչ-որ մահեր լուրեր չիմանանք, հա, ամեն շաբաթ չէ մահերը, բայց դե շուշուտ չի եղել դեպք, որ մեր ճանապարհը անցնում է հենց այդ հատվածով, հա, ոսկեպարի հատվածը, եթե տեղյակ եք, այդտեղ մեքենաների վրա կրակելու, սովորական մեքենաների վրա կրակելու ինչ-որ լուրեր, ու այդ հատվածը, որ անցնում ենք, ամենաբարձր արագության տակ ենք անցնում, որ ինչքան հնարավոր է, տենց շուտ անցնենք, գնանք։ Եվ որ մի մեքենա տենց դանդաղ անցնում է իր համար, հասկանում ենք, որ կամ տուրիստ է, կամ տեղացի չի։ Մեքենաներ։ Ու միշտ կրակոցները եղել են, բայց հեղափոխությունից հետո որոշ չափով կրճատվել էր։ Դե արդեն դա ոչ թե մեր կառավարության մեղավորությունն է, որ կրակոցներ կար, այլ հակառակորդի մեղավորությունն է, գիտեք, որ երբեք ինքը այդ հրադադարի ռեժիմը չի պահել, միշտ ուզեցել է կրակել է, այդքան բան իր համար ինքը թքած ունի պայմանագիր, համաձայնագիր եւ այլն, չգիտեմ։ Իրանք ընդհանրապես ոչ մի արժեք չունեն, որ սենց արժեքներ չունեն իրանք, որ երկիր, մտածեն մեր երկիրն է, մտածեն մեր զինվորներն են, մեր մայրերն են, մեր չգիտեմ, մեր ժողովուրդն է։ Ես բան չունեմ ասելու խաղաղ բնակիչների մասին, չեմ ուզենա, որ ոչ մի կողմից ոչ մի զոհ լինի, բայց եւ որ ամեն կերպ խեղաթյուրում են պատմությունը ու փորձում են իրենցով անել, ինչը իրենց չի պատկանում, նույնիսկ այն երկիրը, որտեղ իրենք ապրում են, դա ուղղակի տենց կեղծ տեղից ընդեղից տարածքներ վերցրած պետությունը, հա, որ կազմվել է այդ լենինյան ժամանակահատվածում կարծեմ։ Մեր դարերի պատմություն ունենք մենք։ Ու ես սիրում եմ մի հատ պատմություն պատմել, մի քիչ երկար եղավ խոսքս։ Ես սիրում եմ մի հատ անեկդոտ պատմել այս թեմայով, շատ եմ սիրում այդ անեկդոտը, ուրեմն ուզում են ինչ-որ ապացուցեն, որ իրանք շատ հին ազգ են, ու մի հատ դույլ են, երկաթից դույլ, հա, ինչ-որ մետաղյա դույլ տանում են, ինչ-որ միտեղ թաքցնում են, գետի խորքում, չգիտեմ որտեղ, որ ժանգոտվի, որոշ ժամանակ անց կենա, հա, ու որոշ ժամանակ անց կենալուց հետո իրանք հանում են ամբողջ աշխարհի ժուրնալիստներին կանչում են, ասում են տեսեք, մենք հնածո ենք գտել մեր ծովի խորքից, չգիտեմ որտեղից, ու գալիս են, որպեսզի այդ բաները լրագրողները նկարեն, շրջում են, տեսնում են, տակը գրած է Երևանի պղնձամոլիբդենային գործարան։ Այդպես դες ես այդ անեկդոտը շատ եմ սիրում ու շատ վառ սենց ներկայացնում է իրենց կերպարը։ Լավ, ուրեմն հուսով եմ, որ այս ամեն ինչը շատ շուտ կավարտվի, չի շարունակվի։ Ես գիտեմ, Աստված այս պահին պաշտպանում է, ամբողջ գիշերը աղոթել եմ, որ սենց պահի տակ զարթնում էի ու անընդհատ աղոթք էի ասում, որ պաշտպանի, հա, Աստված մեր սահմանները, մեր զինվորների հետ լինի, Սուրբ Հոգին սենց իրանց ամրություն տա, հա, այնպես որ ամուր եղեք, լավ մնացեք, իմացեք, որ Աստված պաշտպանում է ու իմացեք, այսինքն վստահեք մեր զինվորներին, դա շատ կարևոր է, որ դուք իրանց վրա վստահ լինեք, դա ամենակարևորն է։ Ու եկեք յուրաքանչյուրս աղոթենք ի պաշտպանության մեր սահմանների, յուրաքանչյուր կլինի տավուշ, կլինի
Ղարաբաղ, հա, յուրաքանչյուր սահման պաշտպանված լինի։ Մենք հաղթելու ենք, քանի որ Աստծո ձեռքը մեր վրա է։ Լավ մնացեք։ Կհանդիպենք առայժմ։ Ողջույն, ուզում եմ ձեզ ցույց տամ այս գործը, որ այս անգամ ամուսինիս է նկարում, սա սենց նախշեր են դինելու կապույտ, սպիտակ ֆոնի վրա կապույտ, այսինքն այս նախշերը լրիվ կապույտով լցվելու է, ու այո, ամուսինս է նշում, ու այս գծերը, այս օղակները բան հիմա ասեմ, ինչով է ինքը հանել, ինքը այստեղ սենց ամեն ինչ սենց ինչ հնարավոր վերցրել է, նույնիսկ իմ այդ արկղներից, հա, որ տրամագիծը չափի, այստեղ իմ կանոնն է, մետր, և սրանով է գծել, նայք, սենց կլորությունը տվել, կապարիչ է, ու ուզում եմ ցույց տամ այս փոքրիկները ինչով է գծել, ահա խնդրեմ, 10 պեսոյով և կարծեմ 1 պեսոյով սենց գծել է, իսկ այս փոքրիկները կարծեմ 1 պեսոյով, չեմ սխալվում, կամ էլ ավելի փոքրով է, չեմ հիշում, մի խոսքով սրանցով սենց գծել է, հետո, այս նախշերը ոնց է արել, ուրեմն, համացանցից ոնց որ էկրանի վրայից տպել է, սենց ու սենց ֆորմա է նկարել ու դանակի միջոցով հանել այդ արանքները ու սենց դնում է ու ուղղակի սենց գծում է, որ ճիշտ լինի ու ներկելու է, սկսել սենց դե մոտավորապես է արդեն ընդեղ գծվում, հա, այդքան էլ սիրուն չեղեք, բայց ինքը նկարելիս կողեղակի չափսերն է, հա, հեռավորությունը բան ճիշտ լինի, ինքը սիրում է սենց մանր աշխատանք անել, և որ Հայաստանում ենք, ինքը մայկաների վրա էր աշխատում, սանեք այս կտրած հատվածն է, սենց հանած հատվածն է, մայկաների վրա էր աշխատում, ձեռքով ներկում էր, նկարում էր և այս ձևով սենց նախշերը կտրում էր, հանում էր արանքներից, ֆորմա էր սարքում ու նկարում, այդ ձև շատ սենց մանրամասն, մանրակրկիտ աշխատանք է ու նյարդեր անհրաժեշտ, այո, այսպես ուրեմն ես մի օր ցույց կտամ իր նկարած մայկաներից, ես տեղել ունեմ, կտեսնեք ինքը Հայաստանից սարք էր գնել, որ փչում էր մի անգամից, սենց ֆորման դնում էր մայկայի վրա, կտրած, նկարած և փչում էր, ու տենց նախշը դուրս է գայ, բայց այստեղ սենց ինքն է ձեռքով, ամեն ինչ ինքը մանրամասն նկարելու է, այսքան հեռախոսը զարյատկա դրած է, դրա համար սենց այստեղ եմ նկարում, ամբողջությամբ սենց լցվելու է, նկարվելու է, կապույտով է լցվելու, այսքան եմ, ընթացքում ցույց կտամ, այստեղ իմ սխառնաշփոթներն են, մի խոսքով տենց, ողջույն, ուզում եմ այստեղ ձեզ ցույց տամ, թե որտեղ եմ խաշում կանաչեղենը, սա երևի նախորդ վլոգից տեսել եք իմ գնումներում, կային սպանախ և այդ բազուկի տերևների նման տերևներ են, տենց ահագին սենց լիքներ, արդեն նոսրացել է, խաշվել է, հիմա մի քիչ տենց խաշվի, ուրիշ թավայի մեջ եմ լցնելու ու արդեն դեղ ուրիշ համեմունքներ, բան, բայց որոշեցի այս անգամ մեքսիկական տարայի մեջ խաշեմ, քանի որ հավես էր, վաղուց չէի օգտագործել, համ էլ տենց մեծ ինքը տարա է, տեղավորվեց, սա տենց սարքեմ, որ ամուսինս հեսա գալիս է հաց ուտենք,
Ես շատ եմ սիրում կանաչեղեն ուտել, ինչ ուզում ա լինի։ Շատ եմ սիրում խաշած, տենց ինչ-որ կանաչիներ ուտել։ Եղինջ եմ սիրում փիփերթ, հա։ Այստեղ մենակ փիփերթ եմ հանդիպել, բայց շատ քիչ քանակով։ Ինձ թվում է, որ դաշտեր դուրս գանք կլինի։ Բայց քանի որ տենց մենակ սա կարող եմ գնել, պես որ սա էլ գնում եմ։ Ուրեմն, սա սպասեմ ուրեմն խաշվի և ավելացնեմ եմ համեմունքներ, մեր սովորական ձևի ձու, կանաչի, համեմ ու վերջ։ Ուրեմն մի քիչ առաջ ենք գալիս, դրսից գնացել ենք մի քիչ քայլելու, խանութ մտնելու, հենց տուն մտնանք անձրև սկսեց, անձրև ա գալի։ Եվ մի քանի գնում եմ արել, տենց թեթև ուզում եմ ցույց տամ, Del Sol ենք գնացել, հեռախոսս չտարա, քանի որ ուղղակի ուզում էի տենց ման գալ և բացի դա լիցքավորման էր դրված։ Լավ, ուրեմն ինչ եմ արել, հենց դիմակ եմ գնել կարնիրին, որ խոնավացնեմ մաշկս, երևի վաղը դնեմ։ Տան հագնելու շորեր եմ գնել, տենց թեթև, մեկը սենց, երկուսը նույնն է, սենց ինչ-որ կարճ շորտեր եմ գնել ու այս մեկը սևը, սենց նույնն են իրենք։ Տենց որ տանը հագնեմ, տենց թեթև շորտ չունեմ, վաղուց եմ ուզում առնեմ, անդադ չի ստացվում ու ասինք լավ այս անգամ գնեմ, ինչ-որ սենց թեթև շորտեր են իրանք տանը հագնելու համար և գիշերանոց եմ առել ևս մեկը, իր շորտը, սենց մոխրագույն երանգի է, սենց ու իր մայշկան, ինչ-որ մայչկա է, love story, սիրո պատմություն, չփորձեցինք վերջի վարկյանի մեկը ընտրում էի ու հայտարարեցին, որ էսա մի 5 րոպեից փակում ենք, դրա համար արագ վերցրել է ևս մեկ շորիկ կար ուզում էի վերցնել, բայց քանի որ ժամանակ չունենք, ուշ ենք գնացել, մտածեցինք, որ մյուս անգամ, որ գնամ վերցնեմ, անպայման ցույց կտամ, թեթև շորիկը տանը հագնելու ճիշտ ամառ վերջանում է, բայց դե այստեղ տենց չի վերջանում, հա, այստեղ կարելի է ահագին հագնել դեռ, մինչև նոյեմբեր շոկ է լինելու այստեղ, անձրևներ բան է գալի, բայց տենց շոկ է լինում, տենց կարելի է վերցնել։ Estoy viendo, ¿escuchaste? Entramos a la casa, մտանք տուն ու անձրև սկսեց։ Լավ, ուրեմն, այսքան եմ, շատ հոգնած ենք, ուրիշ խանութ ենք ուզում գնալ, բայց փակ էր, դրա համար տենց վերջի պահին գնացինք, մտանք Del Sol։ Երևի շաբաթօրը կգնանք այդ խանութները, որ բետոն շուտ է գալի, կամ չգիտեմ, տեսնեմ ոնց կլինի, ուղղակի դրանից հետո գնում ենք Aurrera կամ Walmart, առևտուր անելու, ու ձև չի ստացվում, հոգնած տուն ենք գալի, դուք ինքներդ լավ գիտեք։ Այդպես։ Հիմա ես դասավորեմ, մի քիչ հանգստանամ ու նորից կապվեմ ձեզ հետ։ Անձրևանից օդ կա։ Ուրեմն, այսքանով երևի ավարտեմ տեսանյութս, որ շուտ տեղադրեմ, ավելի տենց ակտիվ լինեմ ալիքում, ուրեմն ինչ ունենք կիսատ, արդեն մյուս վլոգում կտեսնեք տարաները, հա, կիսատ
Որ չգիտեմ, հուսով եմ մյուս անգամ խանութ կգնամ, գնումներ կլինի նորից Aurora-ից կամ չգիտեմ, տեսնենք կարող ենք Walmart գնանք։ Տենց հուսով եմ հետաքրքիր թեմա կլինի ձեզ մատուցելու, իսկ այս անգամ այսքանն է, շնորհակալ եմ, որ իմ հետ եք։ Շատ շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների համար, դեկորս ծննդյան կապակցությամբ, ես կփոխանցեմ, չեմ մոռացել։ Ու քանի օր անցել, բայց ոնց որ այս ընթացքում մի քիչ մտքերս խառնեն, այս մեր հակամարտության թեմայի հետ կապված անընդհատ ինձ լուրեր եմ նայում, այդ թեմայով երկար խոսել եմ ու շատ շնորհակալ եմ, շատ զգացված եմ, համոզված եմ, որ ինքն էլ կփոխանցի շնորհակալությունը ձեզ ու կներեք, որ տենց ամեքիդ հատիկ չեմ պատասխանում, քանի որ ինչպես նշեցի, մտքերս խառնա ու մի քիչ ժամանակս էլ չի բավարարում։ Շնորհակալ եմ, որ իմ հետ եք, շնորհակալ եմ ձեր ջան խոսքերի համար։ Դուք ինձ սենց չգիտեմ, ոգևորում եք, այո, միշտ ոգևորում եք, ես շատ դավեր եմ զգում ձեր ջան խոսքերից, շատ շնորհակալ եմ, բոլորից սիրում եմ եւ վերջում դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի տեղյակ լինեք նոր տեսանյութերով իմ ալիքում։ Կհանդիպենք, adios։